Նիկոլ Փաշինյանը ամանորին ստացել է 12 միլիոն դրամ պարգևավճար, իսկ նախարարները 7 միլիոն դրամ։ Ձեր կարծիքով դա նորմալ է։ Ոչ, չէ, նորմալ չի։ Բայց մեր հայ ժողովրդին հասնում է, սա էլ քիչ։ Որ գնացին ու ընտրեցին։ Երևի հիմա էլ գնան ընտրեն, այս շանանու ընտրեն։ Նորմալ չի, բայց մեր կյանքում դրանից ոչ մի բան չի փոխվում։ Մենք ստանում ենք ինչ ստանում ենք։ Բոլոր ղեկավարներն նստում են հարստանալու իրենց գրպանները լցնելու համար։ Ժողովրդի մոտ ոչ մի բան չի փոխվում։ Դե իհարկե դա սխալ է, բայց դե բոլոր տենց ղեկավար չկա, որ նստում է կառավարության գլխին ու ինքը չի ուտում, իր գրպանները չի լցնում։ Բնական է, որ ոչ։ Պետք է մի բանը լինի հավասար աղջիկս։ Եթե անում են, պետք է հավասար անեն, եթե ոչ։ Բա մենք ինչ ասենք, թոշակառու ենք, չեն 36,000 փող եմ ստանում, ո՞նց ապրել։ Այսօր նոր պրեսպուս բռնելի չեմ կարող քայլեմ։ Ես տեղյակ չեմ ոչ մի բանից, ինձ էդի չի տա։ Դա աննորմալ է ամեն ինչը։ Մեր ժողովուրդը вообще փոխվել են ընդհանրապես, կիսվել են։ Համետա վատ, համ եկեղեցու դեմնա վատ, ամեն ինչն էլ վատ է։ Աննորմալություն է, դա նորմալ մարդ է ինքը։ Իհարկե ես տեղեկություն չունեմ, չեմ լսել նմանատիպ բաներ, չգիտեմ, նորմալ է թե նորմալ չէ, իրանք են որոշում, դե եթե կա աղքատ ժողովուրդ, կան աղքատներ, կան շատ չքավորներ, կան շատ անբարենպաստ պայմաններում ապրող ընտանիքներ, դա նորմալ չի համարվում։ Իմ կարծիքը դա է։ Գիտեք ինչ, նորմալ է, միանգամից բոլորը չես կարող ասել, պետք է նորմալանա։ Միգուցե ասենք սխալվել են, ուղղելու հարցեր կա, բաներ կա, միանգամից պետք է չարձակվեն, ասենք իմ համար Նիկոլն էլ է մեկ, մյուսն էլ է, միանգամից պետք է չարու, պետք է ուղղվի, ասվի, որ սենց բաներ չի կարելի անել։ Սա ժողովուրդը սոված սատկում է։ Ու հիմնականում ժողովուրդը դրա մասին տեղյակ չի եղել։ Ու տեղյակ չի եղել, ես էլ եմ լսել, ու պետք է ժողովուրդը տեղյակ լինի։ Տենց աղիքների պետք է տեղյակ լինի, որ ինչ է տալու մարդկանց, դաժի թոշակը չի ավելացել։ Ժողովուրդը սոված է, նա զիբլի մեջից հասել են ավար։ Ոչ, իհարկե ոչ, թոշակառուների փողը թող ավելացնեն տան, թոշակառուների, ոչ եթե իրաց նախարարներին փողեր տան, միլիոններ են, աշխատավարձերը միլիոններ է, իսկ թոշակառուները հացի փող չունեն։ Ոչ, իմ կարծիքով նորմալ չի, բայց ես տեղյակ չեմ դրա մասին, որ ձեզանից իմացա։ Եթե տենց բան է, չեմ կարծում, որ դա նորմալ է։ Այդ գումարը ավելի լավ է բաժանեին դասատուներին, ուսուցիչներին, մեր զինվորականներին։ Թոշակառուներին։ Այո։ Իհարկե ոչ։ Ես դες բաներով չեմ զբաղվում, ուզում եմ ստանա, ուզում եմ չստանա։ Դա ընդհանրապես աննորմալ երևույթ է։ Մեր ղեկավարությունը չգիտեմ ինչի մասին են մտածում։ Մտածում են 36,000 ու մարդկանց զրկում ամեն ինչից։ Սովետի վաղտ ոնց էր աշխատավոր ժողովուրդը ստանում էր 300 ռուբլի, իսկ ինժեները ստանում էր 120 ռուբլի։ Տնորենը ստանում էր, նույնիսկ տնորենը 120 ռուբլի էր ստանում։ Այդ ոնց հասկանանք։ Նրանք գնահատում էին աշխատավորին, իսկ այստեղ աշխատավորը զիբիլի տեղ է։ Մերրեք էլի, ասում եմ։ Ապրում եք ինչ անեք։ Ասում եմ թոշակառուն թոշակի չի անում, որ բարձրացնի։ Հա, թոշակառուն ոնց թե թոշակն ինչ անում։ Սոված մնա։ Հիմա ներկա մոմենտում իմ թոշակը վերջացել է։ Իմ քարտի վրա էլ գումար չկա։ Պատկերացրեք միջև ստանալ ես ինչքան պետք է։ Սրանից նրանից խնդրեմ, պարտ կանեմ, էս անեմ, են անեմ, որ ինչա ստանամ։ Ու փակեմ։ Չէ, ահա որ վիճակը։ Ինչ ալնելու վերջներից չգիտենք։ Երևի ճիշտ են ասում։ Այս տարի բոլոր ժողովուրդները երևի հող են կհավասարվեն։ Որ էլի գայս։ Հա, հող են կհավասարվեն։ Ինչ, ապրելնելուն համար հետաքրքիր։ Ջահելները մի հատ ուրախանալու բան չունեն։ Ջահելները տխուր, տունը նստած, գնում են 2 գրոշ կոպեկ աշխատում, որ ինչա ընտանիք պահեն, ծնող պահեն, ոչ օգտվում են ուրախությունից, ոչ օգտվում են կինոթատրոններից, ոչ մի բանի չեն օգտվում։ Ո՞վ է օգտվում։ Ռուսները ոնց են անընդհատ գնում ուրախանում, որտեղ նրանց թոշակը իրանց աշխատավանի համեմատ, իրանց գնումների համեմատ շատ լավ է, նորմալ է։ Այն տղաս թողելա գնացել է Ռուսաստան։ Ինչի համար։ Ինչի համար պետք է նա ծնողներին թողեր, ինչա որ կարողանա իր ընտանիքը պահել։ Որպես ինչ, բա Հայաստանից մարդ թողի գնա, ուրիշ երկրին զարգացնի,
աշխատի ուրիշ երկրում, ինչ ընտանիք կարողանա պահել, ինչի համար, որ մեղքի համար, ինչ մեղք են գործում։